Նախորդային աշխատանքային այցով Շիրակի մարզ ժամանած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի հետ հետևել է Գյումրիում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին ու դիտարկել ավարտված աշխատանքները։ Պատասխանատուները եղել են Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որի փայտե պատշգամբը վերականգնվել է սուբվենցիոն ծրագրով։ Շինաշխատանքները տարբեր փուլերում են։ Նախորդ այցի օբյեկտներում եւ թանգարանում եւ փողոցները գրեթե ամբողջությամբ ավարտական փուլում են։ Ծրագրի արժեքը կազմել է 13 միլիոն 613 հազար դրամ, գումարի 45%-ը կառավարությունն է հատկացրել։ Այցելություն է եղել Գյումրու հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 միլիոն 607 հազար դրամ։ Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է կան փոքր թերություններ, որոնք կվերացվեն կարճ ժամանակահատվածում։ Անցած տարվա կատարված աշխատանքներին ծանոթացանք պարոն Խուդատյանի հետ, թերություններ բնականաբար կային հաղթանակի պողոտայում, բայց շատ մանր թերություններ են կվերացնեն, շատ գեղեցիկ լավ փողոց է ստացվել, նամանավանդ ազատված մայտերով մեր քաղաքացիները ազատ կարող են շարժվել, զբոսնել, նաև խոսեցինք մոտ ապագայում հաղթանակի զբոսայգին վերակառուցելու համար։ Վերջին կանգառը Արտուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցում է եղել։ Համալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 6 միլիոն 796 միլիոն դրամ է։ Տեղյակ եք, որ որոշակի նախագծային փոփոխություններ են իրականացվել։ Ուրախ եմ արձանագրել, որ շինաշխատանքները վերսկսվել են եւ պլանավորում ենք հնարավորինս արագ ժամկետում մեծ ուժերի ներգրավմամբ մարզադպրոցը, մարզական կառույցը, որը նախադեպը ունի Հայաստանում եւ իր ներդրումային ծավալով եւ իր չափերով, հնարավորինս արագ հանձնենք շահագործման։ Թերությունները այնուամենայնիվ արձանագրել ենք, սրանք մեծ շինարարական աշխատանքներ են եւ շինարարության ընթացքում անթերի իրականացնել հնարավոր չի։ Շինարարների եւ նախագծող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք թերությունների շտկման գրաֆիկը եւ վստահ եմ, որ գործընկերները ըստ տրամաբանության մեջ կաշխատեն եւ առաջիկայում պատկերը բոլորի համար գոհացուցիչ կլինի։ Տեսեք, այստեղ խնդիր կա հենց այս տարածքի հարակից տարածքում, որտեղ պարամունքներ են, բշամարտիկները պարամունք պետք է անցկացնեն, այդտեղից անցնում է Գյումրի քաղաքի խմելու ջրի խողովակները։ Խողովակները պետք է տեղափոխվի, կա կոյուղու խնդիր, կա այս ծածկի խնդիրը, այլ մանրամասները երկար չներկայացնեմ, բայց հանձնարարությունները ստացել են պատասխանատու անձինք, պայմանավորվել ենք 1 ամիս հետո եւս այց կատարենք եւ զգալի տեղաշարժ պետք է լինի, շինարարը խոստացել է։ Պաշտոնյաներն ընդգծում են, որ շինարարական թերացումները վերացնելու բոլոր դիտողություններն արվել են։ Աստղիկ Խաչատրյան, Հայկ Կապրելյան այսօր։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվարդյանը, Գյումրու ավագանուն ընտրություններում նշված կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը եւ նախկին ԿՊԱ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր արտահերտին ընդառաջ ասուլիսով են հանդես եկել։ Նախ Մովսես Շահվարդյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, այն որ Կարեն Դեմիրճյանի գաղափարակիցներն են։ Ինքը այդ հանդիպմանային տարիներին մասնակցել է եւ Կարեն Դեմիրճյանին այսպես ձեռքով գլուխը շոյել է եւ իրան դա լավ տպավորվել, այսինքն ինքը իսկապես այսպես այս վերջերս թերթերից մի քանիսում կարդացի, որ իբր Արտյոմը մոլի Նիկոլական է։ Ես Նիկոլին շատ լավ ճանաչում եմ, ինքն էլ ինձ շատ լավ ուսանողական տարիներից իրա։ Ոչ, այստեղ պետք է ես ուղում կատարեմ։ Արտյոմին եթե ուզում եք ինչ-որ մեկի մոլի կողմնակիցը ներկայացել, խնդրում եմ ներկայացել մոլի Դեմիրճյանական, Կարեն Դեմիրճյանական։ Կարեն Սերոպի Դեմիրճյանից ինձ փոխանցվել է մի շատ կարևոր բան՝ մարդ սիրելու արվեստը։ Ապա մեծ լրագրողներից հորդորեց լուսաբանումներում չսևեռվել միայն ցուցակը գլխավորող անձի ու նրա թերությունների վրա։ Այսօր լրատվականի հարցին, թե որպեսզի ԶԼՄ չկենտրոնանա միայն առաջին համարի վրա, այդ դեպքում ովքեր են իրենց ցուցակում, Թումանյանը պատասխանում է։ Որպեսզի կենտրոնացումը չգնա միայն առաջին համարը, ովքեր են ձեր ցուցակի մյուս համարներում։ Շատ հասարակ գյումրեցիներ։ Օրինակ տաքսու վարորդ, օրինակ բժիշկ, օրինակ մանկավարժ, տարբեր, որպես գյումրեցի, ժողովուրդ։ Իսկ ինչի եք դուք մտածում, որ ասենք ավագանու ցուցակը պետք է լինի օլիգարխ կամ թաղային հեղինակություն, չէ, մենք չունենք մեր ցուցակի մեջ այդպիսի մարդիկ։ Մեր ցուցակը ժողովրդից ընտրված ցուցակ է։ Նկատում եմ ինչ կարող անել այդ ցուցակը քաղաքի համար։ Բարի, ասենք տաքսու վարորդը
չունի կրթություն, դուք բացառում եք, որ նա կիրթ մարդ է։ Թիրախավորելով ամեն ինչ։ Դե հենց նկատի ունեմ, որ ասենք նույն այդ տաքսու վարորդ։ Կրթությունը ներողություն դուք նշում եք տաքսու վարորդ լինելը դրա մասը։ Հա, ինչ կա այդտեղ տաքսու վարորդ լինելը, ես չեմ կարծում, որ ամոթ բան է, կամ ասենք ինքը առհասարակ իրավունք չունի լինելու ցուցակում կամ առհասարակ ավականու անդամ դառնալու։ Այդուհանդերձ ցուցակը գլխավորող առաջին համարն այդպես էլ անուն առանուն չի նշում, թե ովքեր են ցուցակում եւ ինչ կարող են անել քաղաքի համար։ Ապա կուսակցության ղեկավարը անցում է կատարում կարգախոսին, նշում, որ մեր կարգախոսը սխալմամբ հայտնվել է այլ մարդու անվան կողքին։ Պիտի լիներ մեր արտյոմը։ Մեր արտյոմը թույլտվեք այդպես ասել, չնայած այստեղ մի հատ ուրիշ բան կարգախոս տեսա, մի ուրիշին են ներկայացնում եմ այդ անվանումով, բայց արտյոմ իսկապես մերն է, գյումրեցիներն է, նա իր մեջ ներառում է գյումրեցիների բոլոր լավագույն հատկանիշները։ Արդյոք քաղաքական այս թիմը քաղաքացիական պայմանագրին աջակցող ուժ չէ, Թումանյանը այս առումով նշում է։ Ես գյումրեցիների արբանյակն եմ։ Բոլորդ ինձ ճանաչում եք, գրեթե իմ կատարած բոլոր քայլերը տեսել եք երկար տարիներ, ոչ միայն հեղափոխությունից հետո, այլ հեղափոխությունից մեկ եւ ավել տասնյակ տարի առաջվանից, թե Արտյոմ Թումանյանը ինչ գործունեություն է ծավալել։ Հովիկ Աղազարյանի ներկայությունն էլ հուշում է, որ աջակցելու է հասկ կուսակցությանը։ Մեր համեստ աջակցությունը պետք է բերենք, որպեսզի ինչքան կարող ենք օգտակար լինենք այդ գեղեցիկ թիմի հաղթանակին։ Ի վերջո, թե ինչ ծրագիր ու թիմ ունի Թումանյանը, այս պահին դժվար է ասել, մինչդեռ նախքան լրագրողական հանրույթին հորդորելը, նախ պետք է հստակ տեղեկատվություն կարողանալ փոխանցել վերջիններիս։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, Հայկ Գաբրելյան այսօր։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպի ընդլայնված կազմերով հանդիպումը։ Օրակարգում է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային բնույթի թեմաներ։ Մինչ այդ կայացել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը։ Իսկ ընդլայնված կազմերով հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հարգելի գործընկերներ, նախարար Վելտկամպի հետ մեր այսօրվա քննարկումներում արդեն կենտրոնացել ենք մեր հաջորդիվ անելիքների վրա։ Մենք դրա համար արդեն ունենք շատ կոնկրետ եւ շատ ամուր հիմք, փաստաթուղթը, որը քիչ առաջ վկայակոչեցի, այդ փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ պայքար հիբրիդային վտանգների սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության վիրավունքի գերակայության խթանում եւ վերջինը թերևս նշեմ, բայց ոչ նվազ կարևորը մարդկանց միջև շփումները։ Շուտով հնարավորություն կունենաք ծանոթանալու փաստաթղթի մանրամասներին, այն կհրապարակվի։ Ես թերևս հաշվի առնելով նաև ավելի լայն օրակարգը 1-2 բան առանձնացնեմ, կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային, նշվում է նաև, որ խաղաղության խաչմերուկը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։ Մենք այսօր առիթ ենք ունեցել նաև ամփոփելու եւ արձանագրելու, որ արդեն իսկ ունենք երկկողմ համագործակցության էական ձեռքբերումներ։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Նիդերլանդները Եվրոպական միության շրջանակներում Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկերներից է, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացման, ավանդական եւ շոշափելի աջակիցը, ինչի համար նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնել նախարարին։ Հարգելի գործընկերներ, անշուշտ մենք չենք խուսափել նաև մեր տարածաշրջանային հարցերը քննարկելուց, ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը, երկխոսությունը մեր հարևանների հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, նշել եմ նաև, որ
Համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու հայտ ներկայացրած 5 տեխնացուներից մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել հաջողվեց 3-ին։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանին, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին եւ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էին նաեւ փաստաբան Կարեն Բատիկյանը եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 3-րդ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշ Էսմայելյանը, որոնք սակայն անցողիկ շեմը չհաղթահարեցին։ Տեխնացուների հետ հարցազրույց անցկացրեց, հետո նաև անձնական որակները, բարեվարքությունն ու մասնագիտական գիտելիքները գնահատեց մրցութային հանձնաժողովը, որի կազմում կառավարության, արդարադատության նախարարության, գլխավոր դատախազության, բարձրագույն դատական խորհրդի եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են։ Հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը տեխնացուներից մեկի մասով հատուկ կարծիք է ներկայացրել։ Խոսքը Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքությանն է վերաբերում։ Իմ մոտեցումը այն էր, որ Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքությունը այդուհանդերձ այնքան բարձր չի, որքան որ ես կարծում եմ, որ պետք է լինի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բարեվարքությունը, որովհետև իրականում խոսքը գնում է այնպիսի պաշտոնի մասին, որտեղ ուղղակի անբասիր բարեվարքություն է պետք։ Իոաննիսյանը մանրամասնեց, իր համար խնդրահարույց է, որ Մարտիրոսյանը հանդիսանալով տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար փետրվարին Մոսկվայում մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի ծննդյան միջոցառմանը, այն ժամանակ, երբ կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Մյուս խնդրահարույց կետն ըստ հանձնաժողովի անդամի կապված է Մարտիրոսյանի դատախազական գործունեության հետ։ Խոսքը Կարեն Կունգուրցևի գործի մասին է, որը մեղադրվել է սպանության համար, սակայն հետագայում արդարացվել, իսկ մեղադրանք ներկայացնող դատախազներից մեկը եղել է Պետրոս Մարտիրոսյանը։ Իոաննիսյանի խոսքով այդ գործի ընթացքում էական դատավարական խախտումներ են եղել քննիչի կողմից, իսկ դատախազը դա չի նկատել։ Իոաննիսյանը ռիսկային համարեց նաև հանգամանքը, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեխնացուն խնայողությունները պահում է կանխիկ։ Եվ վերջինը դա այն է, որ ինքը մտերիմ ընկեր է մի ընտանիքի հետ, որտեղ ընտանիքի մի շարք անդամներ, այդ թվում իր ամիջական ընկերը, մի շարք կանխամտածված հանցագործությունների համար դատապարտվել են նախկինում, իր ընկերը ում անունով օրինակ իր բջջային հեռախոսի համարն է գրանցված նույնիսկ, այդ կարգի մոտիկ ընկերը, եւ ինքը չէր հերքում, որ ընկերն է նախկինում դատապարտվել է կողոպուտի համար, իսկ չգիտեմ, այդ ընտանիքի անդամները նաև ներգրաված են եղել մարտի 1-ին ջարդարություն անողների մեջ։ Այսինքն ըստ էության այն անձանց մեջ, ովքեր որ լեգիտիմ հիմքեր ստեղծեցին մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու համար, որովհետև մենք հիշում ենք, որ արտակարգ դրություն մտցնելու համար իշխանություններին պետք էր, որ մի քիչ ջարդարարություն արվի, ինչ որ հրկիզումներ արվեն։ Իոաննիսյանը պնդեց, որ չկա նաև քաղաքական չեզոքություն եւ Մարտիրոսյանի մտերիմը անընդունելի բառապաշարով գրառումներ է արել համացանցում։ Հանձնաժողովի անդամի պնդմամբ նա չի դատապարտել այդ արարքը, իսկ մյուս պատասխանները հարցազրույցի ընթացքում իրեն չեն բավարարել։ Դանիել Իոաննիսյանը դիտարկում ուներ նաև մյուս տեխնացուների մասով։ Որոշ մտահոգություններ կային, օրինակ քննչական կոմիտեի ներկայիս փոխնախագահի մասով մտահոգություններ կային վերջերս կայացրած իր մի դատական որոշման հետ կապված կամ Գևորգ Քոչարյանի մասով մտահոգություններ կային կապված իր ուրեմն վերջին մի տարում կատարած երթևեկության կանոնների խախտումների հետ, որովհետև այդ թվում կատարել է խախտումներ, որոնք որ պատահաբար կատարվող խախտումներից չեն։ Իոաննիսյանը նաև ուժեղ կողմերն առանձնացրեց։ Պետրոս Մարտիրոսյանն ունի կառավարչական փորձ, որը ձևավորվել է տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարման ժամանակ։ Արթուր Նահապետյանի բարեվարքությունն է բարձր մակարդակի եւ անգամ մանրակրկիտ ուսումնասիրության պարագայում Իոաննիսյանի թիմը ոչ մի խնդիր չի հայտնաբերել։ Գևորգ Քոչարյանի մասին Դանիել Իոաննիսյանը որպես ուժեղ կողմ առանձնացրեց ամենաթեժ պահերին հետապնդման վտանգից չվախենալու փաստը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի, Սյունիքի նախկին մարզպետի Սերժ Սարգսյանի եղբոր ենթադրյալ ապօրինի գույքերի վերաբերյալ հայցեր ներկայացնելը։
Շեմը հաղթահարած 3 թեկնածուների անունները ներկայացվել են կառավարությանը, որն էլ առաջիկայում պետք է ընտրի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ընդ որում օրենքը չի արգելում նաև չընտրել որևէ մեկին։ Նման սցենարի պարագայում երկրորդ մրցույթն էլ կհամարվի չկայացած եւ կնշանակվի նորը մանրամասնեց Յոհաննիսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերից, երբ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց։ Հունվարի 20-ին անցկացվեց առաջին մրցույթը, որին մասնակցում էր 1 թեկնածու՝ ազգային անվտանգության ծառայության, տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը, որը սակայն չկարողացավ հաղթահարել բարեվարկության անցողիկ շեմը։ Մեր առավոտը սկսում է 6:30, վերկացից հետո մենք զբաղվում ենք մեր հիգիենայով, հարդարում ենք մեր մաճակալները եւ պատրաստվում ենք առավոտյան ֆիզիկական պատրաստության։ Կուրսանտ Վիոլետա Ֆեոֆիլակտովան է, սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Մինչ այդ երիտասարդ աղջիկն ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մանկուց տեսել եմ զինվորական կյանքը, մայրիկս 22 տարի ծառայել է զինված ուժերում, հակաօդային պաշտպանություն մասնագիտությամբ, տեսել եմ դժվարությունները, բոլոր ապրուստները։ Ներքին մոտիվացիա է դարձել, որ ես էլ գամ զինված ուժեր, բացի այն պաշտպանեմ մեր տղաներին ոչ թե թիկունքում, այլ նաև ուսուսի տված։ Կուրսանտ Ֆեոֆիլակտովան ակադեմիայում լավ է սովորում, ասում է, բացի զինվորական գործից այլ հետաքրքրություններ եւս ունի։ Թատերական եմ գնացել 5 տարի, ֆուտբոլ 5 տարի։ Սպորտով եմ շատ զբաղվել ու գորգագործության եմ գնացել, ասեղնագործության, կարպետագործության, գոբելենագործության։ Բնագիտա մաթեմատիկական առարկաներն եմ շատ սիրում։ Իզարմանսին ինձ շատ լավ է ստացվում։ Մեր ուսուցիչների, դասախոսների շնորհիվ բարելավել եմ ու սկսել եմ ավելի շատ սիրել առարկաները։ Նոր գիտելիքներ եւ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար կուրսանտ Ֆեոֆիլակտովան ջանք ու եռանդ չի խնայում։ Գիտակցում է մասնագիտության բարդություններն ու դժվարությունները։ Ինչպես նշեցի, մայրիկս հակաօդային պաշտպանության մասնագետ է, քիչ չէ, 22 տարի, եղել եմ մամայի հետ ինչպես մարտական հերթապահություններին, որոշակի հանգամանքներից դուրս գալով, հավանել եմ ոնց է գնում աշխատանքը, ընթացքը, ինչպես նաև դեռ չենք անցնում մասնագիտական առարկաներ, բայց պատկերացումներ կազմում եմ մեր տեխնիկայից ու գիտեմ, որ հաստատ այդ մասնագիտությունը, որ ես ընտրել եմ, հենց իմն է։ Զինվորականի մասնագիտությունը թերևս կանանց ու աղջիկների համար որոշակի խոչընդոտներ առաջացնում է, սակայն դրանք արագորեն հարթվում են ինչպես զինակից ընկերների, այնպես էլ փորձառու սպաների օգնությամբ։ Մեր տղաները լավ գիտակցում են, որ իրենց հետ ծառայում են աղջիկներ եւ իրենց այդ կարգ ու կանոնը, պահվածքը, վերաբերմունքը հաստատ թույլ չեն տա, որ մեզ ինչ-որ մեկը նեղացնի, ինչ-որ մեկը ինչ-որ մի թթու խոսք ասի, բացի այդ միշտ մեր կողքն է մեր վաշտի հրամանատարը, որը ոչ միայն մեր համար հրամանատար է, այլ նաեւ մեր ավագ ընկերն է։ Եթե մենք ուզում ենք հիմա այս բակերի դիմադրությունը հաշվենք, իրանք հացին հաջորդաբար թե զուգահեռ։ Իգական սեռի ներկայացուցիչների դերը զինված ուժերում չափազանց կարևորում է Վիոլետան եւ ավելացնում. կանայք նույնպես պետք է ծառայեն հայրենիքին եւ առավելագույնը ներդնեն բանակի զարգացման գործում։ Իմ համար յուրաքանչյուր կին զինծառայող, որը ծառայում է հիմա զինված ուժերում եւ ծառայել է կամ պաշտպանել իր հայրենիքը, իրանք իմ համար հերոսներ են համարվում։ Իրանք են հենց ինձ դրդում, որ ես էլ դառնամ այդ իդեալը։ Գլխարկները հանել։ Լավ սպա եւ հրամանատար դառնալու համար պետք է լավ սովորել եւ շատ գիտելիք ձեռք բերել, համոզված է երիտասարդ աղջիկը, ուստի նա ամեն ինչ անում է ապագայում իր առաքելությունը պատվով իրականացնելու համար։ Ավարտելուց հետո ստանալու եմ լեյտենանտի կոչում, զորքերում եմ ծառայելու։ Իմ համար ամենակարևորը այդ տղաներին, երիտասարդներին, հույս ունեմ նաև ապագայում աղջիկներին, բացատրել իրենց նպատակը, որ իրենք հասկանան, որ այդ իրենց 2 տարին իրենք հստակ բուն նպատակ ունեն։ Ես իմ աղջիկաս համար մեծ բարդություն եմ զգում, երևի մի կողմից, որ ինքը շարունակական է, մեր այդ զինվորական ընտանիքի ներկայացուցիչ որպես, այդ նույն էլի խոպը վերցնենք ու իհարկե աղջիկը, որ ցանկություն է հայտնում, դա մեծ պատասխանատվություն է համ ծնողի համար, համ աղջիկա համար։
Սիրելի կին զինծառայողներ, մայրեր, տատիկներ եւ իմ սիրելի քույրիկներ, շնորհում ձեր մարտի 8-ը, ես շատ հպարտանում եմ ձեզանով, գիտեմ շատ հպարտ կարող եմ ասել, որ դուք իմ թիկունքում եք եւ ինձ փոխում եք թիկունքից, շնորհակալություն։ Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը դրական էր եւ կառուցողական, կողմերի գնահատականն է։ Բանակցությունները տևել են 9 ժամ, սեղանի շուրջ են եղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրի Երմակը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները։ Հանդիպման արդյունքներով կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, շեշտելով Կիևը եւ Վաշինգտոնը կարևոր քայլեր են կատարել Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնում ընդունելու անհապաղ 30-օրյա ժամանակավոր զինադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկը։ Այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Զինադադարը պետք է ընդունի եւ իրականացնի նաեւ Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կտեղեկացնի, որ փոխադարձության սկզբունքը խաղաղության հասնելու բանալին է։ Նաեւ Վաշինգտոնը անհապաղ կչեղարկի Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման արգելքը եւ կվերսկսի անվտանգության ոլորտում աջակցությունը։ Պատվիրակությունները քննարկել են խաղաղության գործընթացի շրջանակում հումանիտար աջակցության կարևորությունը, մասնավորապես զինադադարի ժամանակ։ Դա ենթադրում է այդ թվում ռազմագերիների փոխանակում, քաղաքացիական անձանց ազատ արձակում, բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձ։ Համատեղ հայտարարության համաձայն պատվիրակություններն առաջիկայում կձևավորեն թիմեր, շարունակելու բանակցությունները։ Հրադադարի մանրամասները քննարկելու համար փորձագիտական մակարդակով հանդիպումը կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ։ Ամերիկյան կողմը պարտավորվել է քննարկել սեղանին դրված առաջարկները Ռուսաստանի հետ։ Ուկրաինական պատվիրակությունը կրկնել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ներգրավվեն խաղաղության գործընթացին։ Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ կնքել հազվագյուտ մետաղների գործարքը, զարգացնելու Ուկրաինայի տնտեսությունը եւ երաշխավորելու Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունը։ Ջիդայում լրագրողների հետ զրույցում Մարկո Ռուբիոն եւ Մայք Վոլցը որոշ մանրամասներ են ներկայացրել բանակցություններից։ Պետքարտուղարի խոսքով ամերիկյան կողմը ցանկանում է, որ խաղաղությունը լինի կայուն, հաշվի առնի ուկրաինացիների շահերը եւ անվտանգությունը։ Հուսով ենք ռուսական կողմը հնարավորինս շուտ կասի այո խաղաղությանը։ Այժմ գնդակը նրանց դաշտում է, ավելի հեշտ է բանակցել, երբ կողմերն իրար վրա չեն կրակում։ Ուկրաինական պատվիրակությունը հստակ ասաց, որ ընդունում են նախագահ Թրամփի խաղաղության տեսլականը։ Նրանք կոնկրետ առաջարկներ արեցին, քննարկեցին ինչպես պետք է ավարտվի պատերազմը, ինչ է պահանջվելու դրա համար, ինչ երաշխիքներ պետք է ստանա Ուկրաինան։ Նաև ես առաջիկայում կզրուցեմ ռուս գործընկերոջս հետ։ Պետքարտուղարը կհանդիպի G7-ի արտգործնախարարների հետ։ Սպիտակ տանը կընդունենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Ինչ վերաբերում է առանց կոնգրեսի համաձայնության Միացյալ Նահանգների նախագահի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրմանը նոր փաթեթներ չեն լինի, կշարունակվեն արդեն արկա ծրագրերը։ Ջիդայի բանակցությունները մեկնաբանել են նաև Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահները։ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի առաջարկը բաղկացած էր հետևյալ կետերից՝ լռություն երկնքում եւ ծովում, քայլեր վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները եւ ընդունում մեր առաջարկները։ Համաձայն են հրադադարին, որը վերաբերում է ոչ միայն հրթիռներին, դրոններին եւ ռումբերին, ոչ միայն Սև ծովին, այլև ամբողջ շփման գծին։ Միացյալ Նահանգները պետք է ստիպի Ռուսաստանին եւս գնալ այդ քայլին։ Այնինչ տեղի է ունենում հիմա տարբերվում է օվալաձև կաբինետում Զելենսկու հետ վերջին հանդիպումից։ Մենք նրան կրկին սպասում ենք։ Հիմա պետք է հուսանք, որ նախագահ Պուտինը կհամաձայնի հրադադարի առաջարկին։ Այսօր վաղը կհանդիպենք նրանց հետ։ Թրամփը նաև ցանկություն է հայտնել այս շաբաթ զրուցել Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին չի բացառել, որ առաջիկայում Կրեմլի եւ Սպիտակ տան ներկայացուցիչները կարող են հանդիպել։ Վաշինգտոն-Կիև բանակցությունները, հրադադար հաստատելու առաջարկը եւ Ուկրաինային ռազմական աջակցությունը վերսկսելու ԱՄՆ որոշումը ողջունել է եվրոպական կողմը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է։ ԵՄ-ն իր գործընկերների հետ պատրաստ է դերակատարում ունենալ առաջիկա բանակցություններում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւս բարձր է գնահատել Կիևի եւ Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերը, շեշտել հերթը Մոսկվայինն է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հույս է հայտնել, որ ցանկացած
կազմված գործարք կենթադրի անվտանգային ամուր երաշխիքներ Ուկրաինայի համար։ Չնայած դիվանագիտական ջանքերին եւ հրադադարի մասին խոսակցություններին, ուկրաինական եւ ռուսական կողմերը հայտնում են փոխադարձարվածների մասին։ Մասնավորապես վերջին ժամերին թիրախում է եղել ուկրաինական Կրիվոյ Ռոգը, կանավերածություններ, վիրավորներ եւ 1 զոհ։ Ռուսական կողմն էլ հայտարարում է Կուրսկի մարզում լուրջ առաջխաղացման մասին։ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է ԱՄՆ առաջարկին հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հյուրընկալությամբ ԱՄՆ եւ Ուկրաինան կարևոր քայլեր ձեռնարկեցին Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Երկու երկրների ներկայացուցիչները ընդգծեցին ուկրաինացի ժողովրդի արարությունն ու իրենց հայրենիքի պաշտպանության գործում եւ համաձայնեցին, որ այժմ ժամանակն է սկսել երկարատև խաղաղության հաստատման գործընթացը։ Ուկրաինական պատվիրակությունն իր խորին երախտագիտությունն արտահայտեց նախագահ Թրամփին, ԱՄՆ կոնգրեսին եւ ամերիկացի ժողովրդին Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։ Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ առաջարկը հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ կկիրառվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը նույնպես ընդունի եւ կատարի համապատասխան քայլերը։ ԱՄՆ իր հերթին փոխանցի Ռուսաստանին, որ խաղաղության հաստատման համար վճռորոշ են փոխադարձ գործողությունները։ Միացյալ Նահանգները անհապաղ կվերականգնի հետախուզական տվյալների փոխանակումը եւ կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։ Պատվիրակությունները քննարկեցին նաեւ խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության կարեւորությունը, հատկապես հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը եւ բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Երկու կողմերն էլ համաձայնեցին նշանակել բանակցային թիմեր եւ անհապաղ սկսել բանակցությունները Ուկրաինայի երկարատև անվտանգության ապահովմամբ կայուն խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ պարտավորվում է այս առաջարկները քննարկել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց, որ խաղաղության գործընթացում պետք է ներգրավվեն նաեւ եվրոպացի գործընկերները։ Վերջում երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ, սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը եւ երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը, նշված է հայտարարության տեքստում։ Աշխատանքային օրվա սկիզբը տարբերվող էր Գորիսի IT ընկերություններից մեկում։ Երիտասարդ ծրագրավորողները թողել էին համակարգիչներն ու հավաքվել հանդիպելու ազգային ժողովի падգամավոր Արմեն Խաչատրյանի եւ Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ։ Մինչև վերջին րոպեն բոլորից գաղտնի էր պահվել այցի նպատակը։ Սյունեցի պաշտոնյաները մայրաքաղաքից Գորիս դատարկաձեռն չէին եկել։ Հայաստան Հանրապետության Պաշտպանության նախարարի կողմից Վաշիր Ջավարյանը պարգևատրվել է Գարեգին Նժդե մեդալով։ Վաչեն ծանր վիրավորվել էր 44-օրյա պատերազմում, արկի բեկորը վնասել էր գլուխը, անճանաչելի դարձնելով դեմքի ձախ կողմն ու զրկելով մեկ աչքը տեսողությունից։ Երիտասարդը բազմաթիվ վիրահատություններից հետո ոտքի է կանգնել, մասնագիտություն ձեռք բերել ու կյանքը նոր կետից սկսել։ Անակնկալ էր ինձ համար։ Չէի սպասում ընդհանրապես, պարզվեց, որ իմ համար են բոլորը հավաքվել։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով իրենց այցը երկու նպատակ ունի՝ վստահեցնել Վաչեին ու հայրենիքը անձնվիրաբար պաշտպանած մյուս տղաներին, որ նրանց քաջությունը չի մոռացվում, նաև աշխարհի հայերին ներկայացնել համակարգչային ինժեներիայով ու դիզայնով զբաղվող սյունեցիներին։ Վաչեին ճանաչում եմ երեթե արդեն 2 տարի եւ իմ ուշադրության կենտրոնում է նաև Վաչեի ձեռքբերումները, առաջընթացը եւ ոչ միայն Վաչեի, նաև եւս նախկին զինծառայողներ կան, ովքեր վիրավորումներ են ստացել, խնդիրներ ունեն, նույնիսկ հենաշարժողական խնդիրներ ունեն, բոլորն էլ մեր ուշադրության կենտրոնում են, հատկապես ես ուշադրության կենտրոնում եմ պահում եւ առաջին իսկ հնարավորության անհրաժեշտության դեպքում իհարկե հնարավոր բոլոր միջոցներով աջակցում ենք, որպեսզի այդ մարդիկ խնդիր չունենան։ Վաչեի գործընկերները հուզված էին, Արուս Աղաբեկյանն ասում է, երիտասարդն իրենց ամեն վայրկյան հիշեցնում է ուժեղ լինելու կարևորության մասին։ Որպես գործընկեր ինձ համար Վաչեն նույնիսկ ոչ միայն որպես գործընկեր, այլ որպես հայրենակից ինքը այնքան ուժ ա գտել իր մեջ, որ պատերազմի թոհու բոհից անցնելուց հետո մտել է առօրյա կյանք
ինչը արդեն հերոսություն է։ Վաչեն ավելին քան մեծ ուժ է ցուցաբերում թողնելով անցյալը եւ նոր ներկա կերտելով։ Կուզեմ, որ Նժդեհյան գաղափարախոսությունը մտնի ցանկացածից մեջ եւ իսկապես մեր հայրենիքը պաշտպանողի դերը վերցնենք, ոչ թե պարտվածի պիտակը։ Գարեգին Նժդեհ մեդալի արժանացած Վաչե Ջավահիրյանն ընտանիքի միակ զավակն է։ Վիրավորվել է 18 տարեկանում 2020 թվականի հոկտեմբերի 4-ին ջրականում։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների եւ մայրաքաղաքի պարեկների հետ։ Մարտի 6-ին ժամը 6:35-ին Ապոյնի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց եւ իր Հոնդա Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները, նույն օրը ժամը 13:55-ին մաքսանենգ ճանապարհով Հայաստան Ապոյնի թմրամիջոց տեղափոխելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում բնակության վայրի մոտ իրավապահները ձերբակալեցին եւ ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2.36 գրամ զանգվածով պատետ, մեթադոն տեսակի 25 դեղահաբ եւ բյուրեղանման հետքերով ապակյա 2 գլանակ։ Երկուսն էլ ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում։ Հայտնաբերվել է 21.3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա 5 գլանակ եւ լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։